Օսմանյան կայսրությունը 20-րդ դարի սկզբին իրականացրեց եւս մեկ հրեշավոր ծրագիր՝ Պոնտոսի հույների ցեղասպանությունը։ Կոտորվեց 350,000 հույն, իսկ ըստ որոշ աղբյուրների 500,000-ից ավելի։ Հույները կոտորվել են նաեւ փոքր Ասիայում, այսինքն այն տերիտորիան, որ մոտենում է միջերկրական ծովին, Սմիրնայում։ Կոտորածների տարիներին հույները տեղահանվեցին ու գաղթեցին, որոշ խմբեր փրկվեցին ու հաստատվեցին նաեւ Հայաստանում, Վրաստանում։ Հայաստանի հունական համայնքն ու հույն գործիչներն այցելեցին ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցին նահատակների հիշատակին։ Հույները կիսում են հայերի վիշտը, Հայաստանի խորհրդարանն էլ այս տարվա մարտին ճանաչել է հույների ցեղասպանությունն ու դատապարտել այն։ Հույների ցեղասպանությունը որոշ երկրներ ճանաչել են, այս տարի Հայաստանը նույնպես ճանաչեց։ Մենք գնում ենք առաջ, հետագայում այս գործընթացին կմիանան շատերը։ Խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի խոսնակի հետ։ Շարմազանովը եւ Զոյի Կոնստանտոպուլոն քննարկել են երկու երկրների բարեկամական կապերի ամրապնդումն ու գործակցությունը։ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ Հայաստանն առաջիկայում կստեղծի խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների հանձնախումբ։ Առաջարկությամբ հանդես են գալու բոլոր գործընկեր խորհրդարանները, որպեսզի այլ երկրի խորհրդարաններում եւս լինի ընդդեմ ցեղասպանության պատգամավորական խումբ։ Հունաստանի խորհրդարանի խոսնակն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության համար։ Պաշտոնյաները քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցը։ Զոյի Կոնստանտոպուլոն ասել է, որ Հունաստանը կողմ է Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Դավիթ Դավթյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։